Աչատյան, Նիկոլ Փաշինյանը պարբերաբար իր էջում սոցիալական ցանցում ասում է բանավեճի է հրավիրում նախկին նախագահներին եւ հիմա էլ այսօր ասում է Ղարաբաղի հարցում եթե այդքան հոյակապ լուծում ունեին, ինչու չեն, այսպես ասած, լուծել այդ հարցը, կամ անգործություն է դա, կամ էլ այդ հոյակապ պլանը չեն ունեցել։ Առաջին, կարծում եմ 3 նախագահները հստակ իրենց դիրքորոշումը ներկայացրել։ Մի մասի համար դա կարող է ընդունելի լինի, մի մասի համար դա կարող է ընդունելի չլինի, բայց պետք է ընդունենք իրենց դիրքորոշումը իգիտություն։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իր պաշտոնավ մի կողմից ասում էր զրոյական կետից եմ սկսել, այսինքն ինչ ա եղել նախկինում ոչ մի կապ չունի, բայց հիմա ասում է այն պահին, որ ես ստանձնել եմ վարչապետությունը, Ղարաբաղը չուներ որպես անկախ պետություն դառնալով որևէ տեսական եւ գործնական հնարավորություն։ Իհան ներկայացնում ենք փաստաթղթեր, որ չէ դա կեղծիք է, սուտ է, նույնիսկ այն թուղթը, որ ինքն է հրապարակել, իրեն հերքում է, ես խոսում եմ Կապանում 19 թվականի հունվարին հրապարակած փաստաթղթի մասին, որ դու կեղծում ես իրականությունը։ Եվ երկրորդը, ինքը ասում է, դե եթե լավներ անենք, նախ թիվ 1 նախ ընդունի, որ ավելի լավներ, քան թե ինչ են, որ դու բանակցել ես։ Սկզբից դա ընդունի։ Երկրորդը, միգուցե անեին, եթե դու չգայիր։ Միգուցե անեին, եթե դու դեռ ընդդիմություն եղած ժամանակ չասեիր ինչ փողզիջում, գնանք էլի 2 շրջան գրավենք, գնանք էլի մի հատ քաղաք գրավենք։ Թող մի հատ անդրադառնա իր վարքագծին։ Եվ հավանաբար 4-րդը, պատկերացրեք, կա մարդու անալոգիայի վրա խոսենք։ Լավ մարդ է, որ ունի առողջական խնդիրներ։ Օրինակ առողջության վերակենում ծունկը ցավում։ Եվ բժիշկները փորձում են իրան լուծել։ Լավ, ավատ այդ մարդը քայլում է։ Հա, մի քիչ նեղում է, որովհետև կարգավիճակը վերջ-վերջը որոշված չէ։ Բայց հա, եղանակը խոնավ է, քայլում է մարդը։ Հիմա ինքը գալիս է, ասես մնացած բոլոր բժիշկներին քշում գցում է այն կողմ, ասում է տվեք ես հեսակա բուժեմ եւ Նեսոյի Ղարաբաղնիսան։ Այդ Նիկոլ Փաշինյանին ես առաջարկում եմ Նեսոյի Ղարաբաղնիս հեքիաթը կարդալ։ Ինքը բժիշկներին գցեց այն կողմ, ասեց ես հիմա իրան կբուժեմ, տվեց մարդուն սպանեց, նու այս դեպքում Արցախի հակամարտությունը բերեց շատ դժվար իրավիճակի, ասում է դե տենց էր, դուք լուծեիք, չգայիր։